Դիանա Գրիգորյանի վերջին զանգը սերիալում իրադարձությունները մտնում են ամենավտանգավոր ու անկանխատեսելի փուլ։ Այնինչ սկսվեց որպես ընտանեկան դրամա, այժմ վերածվել է ճակատագրական պայքարի, կյանքի, սիրո և մեղքի մեջ։ Լիլիթն այլևս չի թաքնվում, չի հաշվարկում, չի զսպում իրեն, նա կրակեց Աննային։ Նա այս քայլով անցավ բոլոր սահմանները։ Աննան հայտնվել է կյանքի ու մահվան սահմանագծին, իսկ նրա շուրջ հավաքված մարդիկ ստիպված են ամեն վայրկյան սպասել բժիշկների նորություններին։ Սոսը հիվանդանոցից չի հեռանում, նրա հայացքում կա վախ, բայց նաև վճռականություն։ Նա արդեն մեկ անգամ կորցրել է Աննային տարիներ առաջ և այժմ չի պատրաստվում կրկին պարտվել ճակատագրին։ Մինչ Աննան պայքարում է կյանքի համար, Անգելինան ապրում է իր կյանքի ամենաբարդ փուլը։ Նա ոչ միայն իմացավ ճշմարտությունն իր ծնողների մասին, ոչ միայն կորցրեց վստահությունը Հենրիի հանդեպ ու նաև կորցրեց Հենրիին, այլ նաև հասկացավ, որ հղի է։ Կյանքի սկիզբը հանդիպում է մահվան սպառնալիքին։ Այս փաստը սերիալին տալիս է լրիվ նոր իմաստ։ Անգելինան այժմ ամենախոցելի կերպարն է և հենց դա է նրան դարձնում Լիլիթի հնարավոր հաջորդ թիրախը։ Լիլիթը թաքնվում է, բայց չի հանգստանում, նա արդեն փորձելու է բացահայտ գործել առանց վախի, առանց հետ նայելու։ Հեռուստադիտողների մի մասը համոզված է՝ Լիլիթն այսքանով ավարտին չի հասցնելու իր գործերը, նրա ներսում կուտակված ատելությունը, կորուստը, խանդը և խելահեղությունը դեռ ճանապարհ են փնտրում դուրս գալու։ Հեռուստադիտողների շրջանում ակտիվորեն քննարկվում է մի սցենար՝ Լիլիթը կարող է վնասել կամ առևանգել Անգելինային, և ոչ պատահական Անգելինան Սոսի և Աննայի ամենաթանկն է։ Նրան վնասելը կնշանակի ամենացավոտ հարվածը հասցնել երկուսին էլ։ Եթե Լիլիթը հասնի այդ քայլին, սերիալը կհասնի իր գագաթնակետին։ Արամն արդեն գիտի մոր ճշմարտությունը, նա լսել է խոստովանությունը, տեսել խելագարությունը, զգացել վտանգը։ Հարց է առաջանում՝ կկարողանա որդին կանգնեցնել մորը, թե Լիլիթը կգնա մինչև վերջ։ Աննայի վիճակը դեռ անորոշ է, յուրաքանչյուր զանգ հիվանդանոցից կարող է լինել ճակատագրական։ Անգելինան դեռ չի գիտակցում, որ իր կյանքը կարող է նոր վտանգի տակ լինել։ Սոսը փորձում է միաժամանակ պաշտպանել բոլորին, Հենրին ուղղել է իր սխալները թեկուզ ուշացած։ Բայց Լիլիթը շարունակում է շարժվել, և երբ մարդն այլևս կորցնելու ոչինչ չունի, նա դառնում է ամենավտանգավորը։ Վերջին զանգը սերիալը մոտենում է իր ամենալարված շրջադարձերին, առջևում առևանգում, բացահայտումներ, զոհաբերություններ ու ճակատագրական որոշումներ են։ Հեռուստադիտողները ճիշտ են զգում, ամենասարսափելին դեռ առջևում է։ Ու մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Իսկ հեռուստասերիալում իրավիճակը թեժ է ու լարված։ Բոլորը սպասում են մի հեռախոսազանգի, մի նորության Աննայի մասին, քանի որ բոլորի սիրտը այս պահին ցավում է։ Աննան հայտնվել է կյանքի ու մահվան սահմանագծին, քանի որ Լիլիթը որոշեց, որ նրան մեղադրի իր դժբախտությունների համար։ Նույնիսկ հոր մահվան մեջ է մեղադրում Աննային, չնայած որ հենց ինքն է Բագրատին հրել ու Բագրատը գլխով հարվածել է գետնին։ Բագրատն արժանացավ ամենամեծ պատժին, նա մահացավ իր իսկ սիրված դստեր կողմից։ Լիլիթը հանգստանալ չի կարող, քանի որ իր հոգու վրա արդեն ունի մահվան երկու ծանրացած դեպք։ Բայց ինչպես ասում են, Լիլիթն այլևս ոչինչ չունի կորցնելու։ Նա կորցրել է ընտանիքը, կորցրել սիրելի մարդկանց, և բնականաբար, երբ Արամն արդեն գիտի ճշմարտությունը, նա այլևս ոչինչ չի կորցնելու, եթե ևս մեկին ցավ պատճառի ու վտանգի մեջ գցի։ Լիլիթը որոշելու է գնալ առաջ, իսկ միակ մարդը, որ կարող է ցավ պատճառել և Աննային, և Սոսին, դա Անգելինան է, և հավանաբար Լիլիթը Անգելինային վնաս կտա։ Այս վարկածն է քննարկվում հեռուստադիտողների մոտ, թե որքանով է ճշմարտությանը մոտ, սա ցույց կտա ժամանակը, բայց որ ամեն
Դեռ առջևում է, դա հաստատ այնպես, որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, միացեք մեր ալիքին և իհարկե տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրեք, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ: Զարմանալի է, բայց հիվանդանոցի միջանցքում է հայտնվել նաև Հենդոն ու Միքայելը, ովքեր ընդամենը օրեր առաջ Աննային ասում էին ամենավատ խոսքերը: Նշենք, որ Հենդոն Անետի հանդեպ բավական բարիք գտնվեց և նրան ասաց, որ իր տան դռները բաց են Անետի առաջ: Բայց ինչ է սա, եթե ոչ մեղքի զգացում: Արդյոք նրանք իրենց մեղավոր են զգում: Եվ արդյոք Միքայելը չի պատրաստվում պատասխան տալ իր բոլոր մեղքերի համար: Չէ՞ որ նա մորից հեռացրել է երեխային ու այսքան տարիներ նա ապրել է առանց կենսաբանական մոր սեր ու ջերմությունը ստանալու: Դե ինչ, ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ մնացեք մեզ հետ ու մենք ձեզ համար կբացահայտենք ավելին: Ձեզ մաղթում ենք լավ օր ու սպասում յուրաքանչյուրիդ կարծիքին: